Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր նժար սահմանադրական շարժման համահիմնադիր, էությամբ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք հերթական անգամ։ Տիկին Կարապետյանց օրերս նժարը եւ բոլորին դեմը հայտարարեցին, որ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ միասնական ցուցակով։ Կխնդրեմ մանրամասնեք ինչու հենց միավորումը բոլորին դեմեմ շարժման հետ կայացավ, քանի որ նժարի ծրագիրը ավելի երկարաժամկետ էր, իսկ բոլորին դեմը 100-օրյա կառավարություն է ցանկանում իր համապատասխան բարեփոխումներով եւ նաեւ կխնդրեմ նշեք դուք եք լինելու վարչապետի տեխնացուն 100-օրյա կառավարության, քանի որ այս մասով հայտարարության մեջ կարծես թե ոչինչ նշված չէր։ Ասեմ, որ շատ դետալիզացված մենք ամսի 8-ին ունենալու ենք ասուլիս, ապրիլի 8-ին, ժամը 12-ին, այդտեղ կհայտարարենք, շատ դետալներ բացել չեմ կարող, էքսկլյուզիվ կներեք տալ չեմ կարող, վարչապետի տեխնացուի հետ կապված, քանի որ իրենք երիտասարդներ են եւ մեծ մասը IT ոլորտից է, իրանց մոտ ամեն ինչ եւ ժողովրդավարության այսպես շատ մեծ ջատագովներ են, իրանք որոշել են, մենք բոլորս համաձայնության ենք եկել նրա շուրջ, որ ընտրության էլեկտրոնային տարբերակով ընտրությամբ կընտրվի վարչապետի տեխնացուն, բայց մենք նաեւ հաշվարկ ենք անում հետեւյալը. ըստ պայմանների այն մարդով կլինի վարչապետի տեխնացու այդ կարճ ժամանակի համար, այդ 100 օրվա համար, ինքը այլևս հաջորդ 10 տարվա կտրվածքով չի կարողանալու պարտավորություն վերցնել իր վրա չմասնակցել ընտրություններին, որպեսզի բոլոր խաղացողները վստահ լինեն, որ այդ 100 օրից հետո տեղի ունեցող ընտրությունները արդար են լինելու։ Ու այդ կոնկրետ այդ մի մարդը, որը ամբողջական այդ լծակները իր ձեռքում են փաստորեն լինելու, որևէ կերպ հետաքրքրված չի լինելու ինչ որ վատ որակի կամ ստանդարտ որակի ընդունված երաշխավորելու է ըստեյության։ Պիտի վստահ լինեն մարդիկ եւ դա է հենց պատճառներից մեկը, որ գուցե կմտածենք, էլի կքննարկենք լավագույն դուք չեք լինելու։ Լավագույն շահից պիտի ելակետը լինի, հա, լավագույն շահը ընթացքը փոխելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, պարտադիր պիտի հեռանա։ Այն արհավիրքը, որ բերում է ամեն օրվա ռեժիմով, բացի նրանից որ ինչ-որ արել է, նաև այն ռեժիմով, որ բերում է Նիկոլ Փաշինյանը, սա պետքա կասեցնել։ Եվ եթե պետք լինի հանուն այդ process-ի 10 տարի որևիցե քաղաքական գործունեությամբ չզբաղվել, ես սիրով պատրաստ եմ դա անել, բայց պետքա նաև հաշվարկել շատ հստակ, որտեղ մենք այնուամենայնիվ գտնում ենք, որ ամեն մեր պրոյեկտը, նժարի պրոյեկտը, որը շատ ավելի խորքային էր եւ բոլորին դեմեմի թիմի ժողովուրդը ամբողջությամբ համաձայն են, որ իրենց ծրագիրը շատ ավելի փոքր, տենց մասնակազում էր, հա, կարճաժամկետ, բայց ես կարծում եմ, որ ամեն մեկը իր պրոյեկտը ինքը պիտի անի, գլխին տեր պիտի կանգնի, հա, բարեխիղճ պիտի լինի, բայց էլի նորից նենց հետաքրքիր սիմբիոզ է ստեղծվել բոլորին դեմեմի, որտեղ ստեղ սերնդափոխության հարց կա։ Մենք այնուամենայնիվ տարիքով մի քիչ ավելի մեծ ենք, այնտեղ հիմնականում շատ ավելի երիտասարդ են, երեխաներ ասելու, երիտասարդներ ասելով, նենց չի որ 18-20 տարեկաններ են, բնականաբար տարիքով ավելի մեծ են, որտեղ մարդիկ եւ պատերազմին են մասնակցել, տարբեր կարգավիճակներում եւ աշխատանք ունեն եւ մասնագիտություն են։ Մենք սիրով իհարկե, այս ամենահետաքրքիր բանն է, որտեղ հիմնականում քաղաքականության մեջ մտել են նրանք, ովքեր ուրիշտեղ իրանց չեն կարողացել ռեալիզացնել, հա, չեն կարողացել իրանց տեղը գտնեն որևիցե ոլորտում։ Այս մարդիկ եւ մասնագիտություն ունեն, եւ գիտելիք ունեն, եւ փորձ ունեն, եւ աշխատանք ունեն, եւ փող ունեն, ամեն ինչ ունեն։ Այս մարդիկ չունեն միայն կայուն պետական համակարգ, հա, պետություն չունեն, նորմալ պետություն չունեն։ Ամենակարևորը պարտքով գարեջուր խմողների հետ գործ չունենք այստեղ։ 100%։ Ու մենք մտածում ենք, որ գուցե եթե ինչ որ խումբ կայանա, որը որ ցանկություն կունենա մասնակցել հաջորդ ընտրություններին եւ մեր պրոյեկտն էլ առաջ կտանեն, այս կքննարկենք, էլի լինեմ ես տեխնացու, չլինեմ տեխնացու, այս բոլորը տեխնիկական, այս ամեն ինչը տեխնիկական հարց է, որտեղ այնտեղ թե մեր թիմում, թե այնտեղ ոչ մեկ պաշտոնի մոլուցկով չի տառապում, ոչ մեկին պաշտոն պետք չի։ Պրոստը պետք է հասկանալ, էլի, այն վիճակը, որին հասցրել այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը, այդ պայմաններում գալ իշխանության, դա, գիտեք, մահապարտության նման մի բան է։ Դու պիտի կամ չհասկանաս ինչ ես անում, կամ բացառիկ նվիրյալ լինես, որ համաձայնվես այս վիճակում պատասխանատվություն ստանձնել, միայն Հայաստանը իր հերթին ավիրած վիճակում, պլյուս համաշխարհային, որ նայում ես ինչպիսի շարժեր կան, ինչպիսի տարածաշրջանում, ինչպիսի խնդիրներ կան, դու պետք է շատ լուրջ մոտենաս այս հարցին, այնպես որ շատ երկար քննարկելու հարցեր կան ու դա է պատճառը, որ այ հանդիպումից դուրս եմ գալի, հիմա ստեղից դուրս եմ գալի, նորից գնամ այնտեղ։ Սպասենք այնուամենայնիվ։ Ես ծրագրի մասով մի հարց էլ տամ, որքանով կարողանաք իհարկե պատասխանել, եթե դեմ չեք։ Ձեր կողմից առաջարկվող կարևորագույն բարեփոխումներից մեկը պետական խորհրդի ստեղծումն էր, որը պետք է հավասարակշռեր
այլևս գործող եւ կարող ասել աննորմալ սուպերվարչապետական համակարգը այ 100-օրյա կառավարության դեպքում սա ձեզ կհաջողվի կյանքի կոչել, թե արդեն դա կմնա ավելի երկարաժամկետ, երբ որ անձամբ նժարի իշխանության գա եւ փորձի սա կյանքի կոչել։ Քանի որ 100 օրը մեր առաջարկած փոփոխությունները դրանք սահմանադրական փոփոխություններ են, այսինքն հանրաքվե է պահանջում, իսկ 100 օրվա ընթացքում դու չես կարող հասցնել, որովհետեւ միայն այս կտորը պիտի չլինի փոփոխության չի ենթարկվի, ելի կան դրանից բխող բազմաթիվ փոփոխություններ, որոնք փոխել, եկեք մի անգամ սիրուն, գեղեցիկ, կոկիկ, նորմալ մեր ազգային սահմանադրությունը ոչ թե մի հոգու համար նախատեսված է, ու դա բավականին ոչ ժամանակ կպահանջի մեզանից, հետեւաբար մենք ընտրել ենք միայն այն կետերը, համաձայնվել ենք այն կետերի հետ, որոնք օրենքի փոփոխությամբ, այսինքն պարլամենտում հնարավոր է քվեարկությամբ փոխել դրանք։ Ու այնտեղ շատ կարևոր կետեր կան, հատկապես մեծամասնության հետ կապված խնդիրը, որ գիտեք, կապ չունի թե դու ինչքան ձայն ես ստացել, եթե դու մի փոքր ավել հնարավորություն ունես, քեզ տալիս են անսահմանափակ իշխանություն, ու դու դառնում ես փոքր ձայներով, դառնում ես տեր ու տիրակալ մի ամբողջ համակարգ են, պես որ այդ խորքային փոփոխությունները մենք կթողենք հաջորդ փուլի համար, քայլ առ քայլ է պետք գնալ, որտեղ երկար ժամանակ մեր թիմի հետ, բոլորին դեմի հետ եւ նժար սահմանադրական շարժման հետ է նաեւ Հայկ Մանասյան իր կուսակցությունով, Հայկ ջան կներես, չեմ կարողանում խոսք եմ տալի կհիշեմ հաջորդ հարցազրույցի ժամանակ, իրենք էլ ունեն իրենց պատկերացումները, այսինքն սա երկար կտևեր բանակցելը, համաձայնության գալը դժվարություն կլիներ, դրա համար համաձայնվել ենք կարճ մի քայլը կանենք, հետո հաջորդ քայլը։ Բոլորը չի որ, ասեք, երբ որ դու ուզում ես տենց այ մարդիկ կան, որոնք տենց մոլուցկով են տարապում, գամ մի օր շուտ գամ վարչապետ դառնամ, իրանք այսենց այդ պրոյեկտից իրանք քառակուսից դուրս չեն կարողանում գալ։ Մենք հասկանում ենք, որ մենք փոփոխությունների պիտի գնանք, ու դա կարող ենք անել այս իրավիճակում փուլ առ փուլ։ Ու երաշխավորած չենք, որ գալու դեպքում էլի չեն ասի պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, ամեն ինչը ես եմ։ Բայց այն որ մենք գնալու ենք մեր պրոյեկտի հետևից, դա հաստատապես կարող եմ ասել, ինչ ձևաչափով կլինի, ով կլինի առաջնորդ, որ թիմով կլինի, գուցե այլ թիմերի հետ միավորվենք, միասնական անենք, ժամանակը ցույց կտա։ Համենայնպես շատ գեղեցիկ ու նորմալ մարդկային, այն ինչը կորսված է հիմա Հայաստանում, նորմալ մարդկային հարաբերություններ, լսելու կարողություն, իրար հետ չհամաձայնվելու, բանավիճելու, ողջամիտ արգումենտների պարագայում համաձայնության գալու, այսինքն այն ինչ որ չկա այլ միջավայրերում, այս միջավայրում ամբողջական կա եւ սա պետքա պահպանել, այսինքն փայփայել մակարդակով պրոյեկտել արդեն հաստատապես։ Եվ օրինակ շեմը 1% իջեցնելու մասով անձամբ դուք ձեզ համար սա որքանով է ընդունելի, քանի որ այս դեպքում էլ կարող ենք մի իրավիճակի բախվել, որ ով ասես կարող է հայտնվել խորհրդարանում ու օրինակ 9-10 ուժ եւ խառնաշփոթ մի իրավիճակ կարող ենք ունենալ այս դեպքում։ Ես անկեղծ ասած մի տոկոսին մենք կողմ ենք եղել, նաեւ մեր պրոյեկտի մեջ է եղել մի տոկոսը, բայց զուգահեռաբար հաշվի առնելով, որ չենք ունենա սուպեր վարչապետական համակարգ։ Այսինքն, երբ որ դու ունես բալանսավորված իշխանություն, երբ որ դու անոմներ մի տեսակ ոնց որ արդեն ունես սահմանադրությամբ եւ կոնկրետ մարմիններ կան, որոնք բալանսավորում, այդ մի տոկոսը քեզ չի խանգարում, դա քեզ բերելու է հնարավորություն ավելի շատ ներկայացվածություն ունենալու, որտեվ այն պայմանները, որոնք կան հիմա, դա սենց ոնց որ մատրիցա լինի, դա համակարգ է ստեղծված, որտեղ պասերով, շատ սիրուն պասերով խաղում են մենակ նրանք, ովքեր կամ особо приближенные к императору, կամ լիքը փող ունեն։ Մնացած ոչ մեկ շանս չունի սա կոտրելու։ Այն ինչ որ անում ենք մենք հիմա բոլորին դեմի պրոյեկտի շրջանակներում, դա լինելու է այդ մատրիցան մի անգամ կոտրելը, հա։ Մի անգամ տենց մտցնես, այն փետը մտցնես ակերի արանքը, մի անգամ կանգնի, հետո նորից նստես հեծանուի վրա ու անես մնացած քո գործողությունները։ Տիկին Կարապետյանց, բոլորս նաև մտահոգությամբ հետևում էինք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակին, նա այսօր հայտնի դարձավ, որ վերակենդանացման բաժնից արդեն պալատ է տեղափոխվել, սակայն փաստաբանը ասել է, որ տղայի առողջական վիճակում դրական դինամիկա չկա։ Ձեզ համար հասկանալի է ինչու են այս տղայի նկատմամբ նման դաժան վերաբերմունք ցուցաբերում, հատկապես փաստաբանի խոսքով նաև թույլ չեն տվել, որ մայրը տեսակցի տղային։ Տեսնում եք ինչ բարոյալքված վիճակ է, որովհետև օրինակ երբ որ հանցագործության կատարման մեջ ծանր ինչ որ հանցագործության կատարման մեջ ներգրաված են լինում նաև ընտանիքի անդամները, ու իրենք կարող են ինչ որ լուր տաներ բերել, ինչ որ բան փոխանցել, հա, ինչ որ համաձայնություն գալ, օրինակ մայրը վկա է, տղան ծանր հանցագործություն ինչ որ կատարած մարդ, այդտեղ կարաս հասկանաս էլի, հա, աբեկչություն են արել օրինակի համար, կարող են համաձայնության գալ ցուցմունքները ինչպես կե։ Այս դեպքում որպես ինչ եք սա արել, էլի, սա
պատժի ձևը մարդուն պատժելու բարոյալքվածության ինչ որ վիճակի հասնելու հոգեբանական ճնշում գործադրելու ձևը, որտեղ անգամ տարիքով մեծ կոփված տենց մարդիկ մենք ընտանիք սիրող ժողովուրդ ենք, ինչքան էլ հիմա տենց փորձում են խառնակցություն անել, բայց մենք ընտանիք սիրող ժողովուրդ ենք, մենք հատկապես նորմալ ընտանիքների մասին է խոսքը, հա։ Մեծ մարդիկ էլ չեն կարողանում առանց իրենց քույրերի, եղբայրների, զավակների, կինը, ամուսինը, հարաբերությունը շատ բան է, էլի նուրբ մասը, հատկապես երբ որ դու անազատության մեջ ես։ Հիմա 18 տարեկան տղային ինչքան պիտի դաժան լնես, անխիղճ լնես, որ կարողանաս այսպիսի որոշում կայացնես։ Քնիչը օրինակ ինչ է մտածել։ Քնիչը որ գնում է տուն, ասում է ձեր papan եկել է, բարիկներն իրա գրկում է, հա, ինչ անում, չգիտեմ, կինա տղամարդ է, ով է։ Հետարքրել չի իրականում, որովհետև մենք հատել ենք, ոչ թե մենք խախտում ենք իրավունքի էությունը, բովանդակությունը, մենք մարդկային բարոյականության նորմերի այ ոտնահարելով սենց գնում ենք Բոլոր առաջ։ կարմիր գծերը վերացնում ենք։ Բացարձակ ու այնպես չի որ Դավիթը միակ տղան է, այնտեղ էլի դեպքեր կան, էլի տարբեր իրադարձություններ են եղել եւ վերջապես մարդ, որը անկեղծորեն այդպես էլ չզղջաց ու առանց ամանչելու ասեց դե կարար ես նույն իրավիճակ օրինակ Արցախի հետ լինել, բայց ես 5000 զոհը չի լինի, 5000 մարդ է զոհվել, այդ թվում նաև 18-ից 20 տարեկան զինծառայողներ։ Այս մարդը ընդհանրապես չի զղջում, այս մարդիկ տժում են, ցկցկ, ասում է, հա, ես տենց էլ տժալ, ով էր, Ալենն էր, Սիմոնյանով էր, ինչ որ ֆետիշական պարեր են պարում ուրել գնաս հետդ կգամ, հասկանում եք, այ ադեկվատության, բարոյականության նորմերը լրիվ զրոյականացել են, հենց որ սրանից ավելին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրանց բարեփառահեղ բարեփոխված համակարգերի պայմաններում սпасել, ակնկալել անիմաստ է ուղղակի։ Բայց ես չեմ անհանգստանում, որտեվ 1000 անգամ ասել եմ, էլի պիտի ասեմ, ես մաղթում եմ ձեզ չփոխել այս համակարգը, որպեսզի դուք վայելեք այս նույն բարեփոխած համակարգի պերճանքն ու թշվառությունը Բավականին դաժան պատիժ եք ցանկանում։ Շատ ես դառել եմ շատ ջղայն եմ դառել, բայց արդար։ Այո։ Եթե իրանց նկատմամբ լինի ճնշում, բռնություն, չգիտեմ, ապօրինի հետապնդում, ես այն ժամանակ եմ ասելու, ճիշտ է մարդիկ կան, որ շատ նեղվում են նրանից, որ ես խոսում եմ հիմա օրինակ ընդդիմադիր որոշ գործիչների նկատմամբ հետապնդումների մասին, շատ սրտնեղվում են, ասում են, ես ինչ իրավապաշտպանա ռուսամետներին, ապաշտպանում ինչ կապ ունի ռուսամետություն, մարդու ռուսամետ լինելը, թե, չգիտեմ, արևմտամետ լինելը, եթե դու մարդու նկատմամբ ապօրինի գործողություններ ես անում, ինչ կապ ունի ինքը ինչ ամետ է։ Այնպես որ մնացած բոլորն էլ թող պատրաստվեն քրեակատարողական հիմնարկներով, դատարաններով իրանց բարեփոխած, տենց սիրուն սարքած, հա, վայելելու են, բայց երևի կխոսամ, չգիտեմ, կարող ավելի չարանամ չխոսամ իրանց հետ կապ։ Չէ, խոսամ Չէ, իրականում խոսամ, ես իրանց նման չեմ։ Ես իրանց նման չեմ։ Ես հետևելու եմ, որ իրենց իրավունքները պաշտպանվեն, փաստաբանով, ամեն ինչով։ Ու ես լուրջ եմ ասում, այս ամեն ինչը շատ լուրջ եմ ասում, որովհետև ես իրանել էի արձագանքել, ոնց չէր անունը, Առայկին Հարությունյան, որ տենց շատ սրտնեղվել էր։ Օլիգարխային իրավապաշտպաներ անվանել ես։ Պարոնը հայտնի։ Հա, դե ուրիշ բան չեն կարողանում գտնել, հորինում են, էլի իրանցից հորինում են։ Առայկին Հարությունյան, ասեմ, որ ես հետևելու եմ, ես ձեր նման չեմ, որովհետև երբ որ ես այն ժամանակ, երբ որ դուք ընդդիմադիր եք, ձեզ աջակցում եք, ձեր մասին ռիպորտներ եք գրում, տարբեր ելույթների ժամանակ, հանդիպումների ժամանակ խոսում եք, ես չի անում, որովհետև դու թույն լավ տղա Արայիկ Հարությունյանն էր կամ Նիկոլը կամ Վիլենը Գաբրիելյան կամ չգիտեմ ով էր ընդեղից մնացած ժողովուրդը տենց լավ տղեկ եք, տենց փառայեղ, չէ, ուղղակի դա երկրում իրավիճակ փոխելու անհրաժեշտություն կար։ Պետքա թույլ չտայինք, որ ոստիկանությունը որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառի։ Այսինքն կամ դատարան ապօրինի որոշումներ կայացնի։ Այսինքն ես այն ժամանակ եմ ես ասել, հիմա էլ եմ ես ասում, վաղն եմ ես ասելու, ես անելու եմ։ Իսկ երբ որ գանք իշխանության, այս շտկելու ենք վիճակը նենց, որ այլևս որևէ մեկը չունենա անձնական օգտագործման ոստիկանություն, անձնական օգտագործման դատարան, անձնական օգտագործման ինչ ունեն, դատախազությունը մնացած ամեն ինչ։ Ազգային ժողով կառավարությունն էլ դուք չլինեք։ Չէ, հա, մի անձնյա չլինի էլի մարդ։ Ու նաև զավեշտալի էր, որ 18-ամյա տղային կալանավորելու որոշումը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը, անգամ վատ էլ չէր զգում, երբ այդ որոշումը կայացրել էր, ում ժամանակին նա նաև ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր մեղավոր ճանաչել ու տարբեր քաղաքական գործերով միշտ իշխանությունների քիմքին հաճելի որոշումներ էր կայացրել, եւ հիշում եք Փաշինյանը նրան ինչ որակումներ էր տալիս ժամանակին։ Ձեր գնահատմամբ Մնացական Մարտիրոսյանը ու նրա նման դատավորները պետք է շարունակեն իրենց գործունեությունը արդեն նոր համակարգում, օրինակ Նիկոլ Փաշինյանին, իր կառավարության անդամներին, մյուսներին էլ հերթական անգամ մեղավոր ճանաչելու համար, թե պետք է մաքրվի ամեն դեպքում։ Դժվար հարց է տալի, չէ, պիտի գնան, համակարգը պիտի լինի արդար։
համակարգը պիտի լինի զտված, անգամ Նիկոլ Փաշինյանի համար, որ ինքը դրան արժանի չի, բայց անգամ իր համար դա պիտի լինի զտված, որտեվ սա պիտի չլինի պատվերով գործ, սա պիտի սազանդարություն ու այդ աֆիցիանտի նման բան եք, դատավճիռ եք ուզում աֆիցիանտի նման sense թևին բան գցած, ինչ որ մեկը գա քեզ ասի բերել եմ, տենց բան պիտի չլինի, պիտի լինի մի անգամ նորմալ դատավարություն, որ օրինակ, մենք եկանք իշխանության, կամ մեզանից հետո ինչ-որ մեկը եկավ իշխանության, հաստատ իմանա 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո դու պատասխան ես տալու, որտեղ այս համակարգը թույլ չի տալու, որ դու դարձնես Հայաստանը քո դուքյանը, քո աֆիցիանտ դատավորներով ու դատախազներով, չի կարելի թույլ տալ, որովհետև այսօր դու ես, այսպես ասած, վայելում վաղը դա քո դեմ է օգտագործվելու, այդ նույն պատվեր կատարող համակարգը քո հետևից է գալու, այդ շատ լավ զգացին հանրապետականները, երբ որ ժամանակին լայախ չէին անում արդարադատության համակարգը բարեփոխելու, այսօր իրանք այդ մամլիչով անցնում են ու բավականին տեն ժոստկի են էլի անցնում, այսօր իրանք հասկանում են ինչի էր պետք, ինչի են Նինայի նման ու էլի այն ժամանակ ավելի մեծ թվով մարդիկ էին իրանց պատեպատ տալի ասում, որ այս համակարգը պիտի փոխվի, հիմա մնացել ենք մի քանի հոգով Դուք Տիկին Ալեքսանյանը մի քանի էլի կան մարդիկ վախում եմ անունները տամ հանգարց հիմա իրանց նկատմամբ Հայ Տիկին Ալեքսանյանը Ժաննան շատ փորձառու կոփված տենց բան է էլի բիտի որ ասում են ռուսերեն այ մենք կռված ենք իրար հետ երկար ճանապարհ անցած ենք հենց որ մենք վախենալու բան չունենք հետո ամոթել է այս տարիքում արդեն նստես ինչ որ բանից վախենաս մի բանից է կարելի վախենալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից ուրիշ ոչ մի բանից պետք չի վախենալ ցանկացած պետություն ունենում է շատ դժվար ճգնաժամային իրավիճակներ դա նորմալ է դա ինչ որ սարսափելի բան չի եղել են երկրներ որոնք պատերազմել են պարտվել տարածքել են կորցրել, զոհերել են ունեցել, բայց կամք ուժ են գտել իրանց մեջ, վերականգնվել են ոչ մի սարսափելի բան, վատը շատ ծանր է, մարդկայինորեն կորուստը շատ ծանր է, հատկապես անդառնալի կորուստները, մարդկային կորուստները, դա շատ ես իսկապես այդ մի բլոգն է, որը շատ ծանր եմ տանում ու մեծ պատասխանություն եմ զգում հատկապես այդ զոհված տղաների աղջիկների հետ կապված, մանավանդ որ մեջը մարդիկ կային, որոնք դու հետո Հայաստան փոքր է, մենք շատերս իրար ճանաչել ենք, էլի դա իսկապես շատ ծանր բայց վերականգնելու հնարավորությունը հատկապես այս ծանր վիճակում, այս խառնաշփոթ վիճակում դու պիտի օգտագործես առավելագույն ռացիոնալ, առավելագույն շահը քո ներկայացված լինելու, քո ստանալու, ոչ թե ամեն անգամ ասես դե լավ էս էլ վերցրեք մենակ թե այս աթոռը տակիցս մի տարեք, էլի ոնց կլինի։ Պատերազմին պիտի պատրաստվես, պատերազմին պիտի պատրաստվի ամբողջ պետությունը մեզանից յուրաքանչյուրը։ Մենք պիտի հստակ պատկերացում ունենանք։ Մեր նման փոճուր պետությունները չեն կարող հույսը դնել որևիցե տիրոջ վրա, որովհետև կամ մեծ գործընկերոջ վրա կամ չգիտեմ ով է ռազմավարական գործընկերության վրա մենք մեր ներսում մեր բաժին աշխատանքը պիտի արած լինենք մենք պիտի իմանանք որ կարող է տենց լինի որ անգամ դու 10 հատ պայմանագիր ունենաս բայց կապ չունի դա Ռուսաստանը կլինի Միացյալ Նահանգները կլինեն Եվրոպան կլինի ով ուզում է լինի անգամ իրենք ինչ որ պահի կարող է շահերի համընկնում լինի, անհամընկնում լինի ու չգան ու չօգնեն, լավ ինչ ենք անելու, սենց պարկենք, ասենք դե եկեք մեզ հողարկավորեք, սենց ողջ, չէ իհարկե։ Դրա համար կան պրոյեկտներ, որոնք էլի մենք միասին ունենք ամբողջական սենց ֆուլ համաձայնություն ունենք, դա համապարփական վտանգության համակարգն է, որը Հայաստանի համար արդեն մշակված է, այդ են պրոյեկտներն է, որոնք անում արել են արդեն Ֆինլանդիայում են արել, Իսրայելում են արել, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր տեղը, դերը, կարգավիճակը, գործողությունները շատ հստակ ու անընդհատ դա update է լինում ու դա միայն 18 տարեկան, 18-20 տարեկան երեխեքի ուսերին չի մնում մեր երկրի պաշտպանությունը, հատկապես այսօր կարծես թե ինչ որ մեկը հարցազրույց էր տալի, ասեց որ բանակը էականորեն կրճատել են, ես էլ շատ մանրամասն չեմ հասցրել նայել, բայց այսինքն ամեն գնով Հայաստանին փորձնում են այդ ծնկի բերել, էլի։ Ու այս վիճակը պետք է բայց այնպես չի որ անդառնալության կետին ենք հասել։ Իսկապես կհասնենք եթե մնան։ Կհասնեն եթե մնան։ Այն մարդիկ ովքեր, չգիտեմ, կամուկացի մեջ են, մարդ չեն կարող, թիմ չեն կարողանում դեռ գտնել, որին ձայնը կտային, հաստատապես կգտնեք մեկին, ով ձեր մաքսիմում ձեզ մոտիկ կլինի, բայց գնալ ընտրություններին ու մասնակցել ընտրություններին, դա ես պիտի խնդրեմ բոլորին, չգիտեմ, եթե հայտնի մարդիկ են լսում,
Մարդիկ ովքեր մեծ լսարան ունեն, բայց քաղաքականությամբ չեն զբաղվում, մի ասեք գնացեք ընտրեք այս ինչի օրինակ կուսակցությանը, բայց բոլորին պիտի խնդրեմ քարոզեք այդ միտքը ձեր էջերից, ձեր, չգիտեմ, Facebook-ից, Instagram-ներից ու մնացածներից, քարոզեք մարդկանց, խնդրեք մարդկանց, որ իրանք անպայման գնան ընտրությունների, սա շատ կարևոր է։ Ինչքան շատ լինի մասնակիցների թիվը, Նիկոլ Փաշինյանի այդ կայուն այդ խումբը, որը պատրաստ է գնալ ու Նիկոլ Փաշինյան ամեն գնով ձայն տալ, իրանց տեսակարար կշիռը շատ ավելի քիչ է լինելու։ Ինչքան մենք քիչ ենք, այնքան մեր հետ համեմատած իրանք շատ են լինելու։ Ես միշտ 100 ձայնի օրինակն եմ բերում, եթե 100 ձայնից 20-ն է Նիկոլ Փաշինյանը, 40 հոգի մասնակցության դեպքում դա 50% է լինելու, 80-ի դեպքում 25 ու այսպես շարունակ։ Մարդիկ պետք է սա հասկանան։ Այո, իսկ եթե մենք գնանք 1.500.000-ից ավել մարդ մասնակցեց, այստեղ Նիկոլ Փաշինյանը 100%-անոց պրավալ է ունենալու, իսկ մնացածը մենք մի կերպ կկարողանանք հասկանանք, թե ինչ ենք անում, հաջորդ этаպով ինչ ենք անում, մենք մի կերպ կպայմանավորվենք իրար մեջ, թե որ պրոյեկտներն ենք արագ իրականացնում։ Սրանից ված ոչ մի դեպքում չի կարա լինի, ամենակարևորը սա պիտի հաստատ Նիկոլ Փաշինյանը կործանարար պրոյեկտներ է իրականացնում, սա այլևս չտեսնել, ես ինքս ինձ երկար ժամանակ այն մտքի հետ չէի ուզում հաշտվել, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկը Հայաստանում կարա պրոթուրքական պրոյեկտներ իրականացնի, պրոադրբեջանական, ու ինքս ինձ տենց ասում էի, լավ, դե չէ, էլի դժվար, էլի դե հասկացանք, լավ, բայց այս աստիճանի, հա, բայց այս աստիճանի չի կարա տենց բան լինի, բայց կյանքը ցույց է տալիս, որ չէ, իրանք գիտակցված, մտածված, ծրագրավորված հաստատակամ գնում են այդ ուղղությամբ մեր հայկականությունը եւ հայկական պետականությունը ոչնչացնելու, սա պետք է կասեցնել։ Ու հետո չնստեն նվնվան, ասեն, բայց ինչի սենց եղավ։ Նենց եղավ, որովհետեւ դուք անգամ չեք ուզում դուրս գալ տնից ու գնալ ընտրությունների։ Սա շատ կարեւոր է։ Եվ վերջին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդարացրեց ՊՊԾ աշխատակիցների պահվածքը, հայտարարելով, որ վերջիններս ինչպես ուժ, այնպես էլ զենք կիրառելու իրավունք ունեն նույն 18 տարեկան տղայի համատեքստում այդ իրավիճակի։ Որքանով է այս հայտարարությունը տեղավորվում բարոյականության սահմաններում, երբ նույն Փաշինյանը մարտի 1-ի գործով հիշում ենք ինչ գնահատականներ էր տալիս իրավապահների պահվածքին, եւ ամենակարևորը, սրանով ինչ վտանգավոր ուղերձ է փոխանցում նա ընտրություններին ընդառաջ, հատկապես այն մարդկանց մասով, ովքեր գուցե համաձայն չլինեն արդյունքների հետ ու դուրս գան փողոց։ Նիկոլ Փաշինյանը բարոյական նորմերից զուրկ մարդ է, Նիկոլ Փաշինյանից ես ակնկալիք երբեք չեմ ունեցել, միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հարմար պահի, եթե կարիք լինի կրակելու, հրամանատալու կրակելու, ինձ համար շատ ավելի ցավալի էր տեսնել մարդկանց, ովքեր ժամանակին խիստ դատապարտում էին զենքի կիրառումը, անգամ բռնության կիրառումը, ու այսօր իրանք էլ են ստատուսներ գրում, ասում են, որ դե հələ կարար եւ կրակեր։ Ինչպես կարելի է երկրի ղեկավարին։ Այսինքն, ստեղ ամենակարևորը գիտեք ո՞րն է, Դավիթ ջան։ Շատ իրավիճակը պետքա շատ հստակ գնահատելու։ Եթե դու վերցնում ես այն մենակ այդ միջադեպը, որ ինչ որ տենց ընդհարում ա եղել, չգիտեմ, ես պնդում են փաստաբանները, որ հարված չի եղել, ես հակված եմ հավատալու դրան, բայց միջև էլ ինչ որ բռունցքով, չգիտեմ, թե արմունկով հարվածում ա Դավիթի գլխին այդ տղան, հետո քաշքշելով տանում են այդ տղային։ Այդքանով չի այդ միջադեպը։ Դրանից մի տարի առաջ, մի տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ամեն օրվա ռեժիմով իրականացրել է հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, ասել է թե քրեորեն պատժելի գործողություններ եւ մնացել է անպատիժ։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար արել է գործողություններ, որոնք նորից հակասահմանադրական են մի կողմից, եւ մեր արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է իրականացրել, արտահայտություններ արել, կոնկրետ քայլեր է իրականացրել։ Ասպատակումա մի տարի չէ, մի քիչ պակաս լավ։ Ասպատակումա հայ առաքելական եկեղեցին։ Մարդիկ, ովքեր արարողություններ իրականացնելու իրավունք չունեն, բերում հավաքում այդ բրիգադով այդ օֆիցիանտներին, բերում այնտեղ ինչ որ արարողություններ իրականացում։ Այսինքն այս ամեն ինչը արվում է պետական ու դա չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի գործողություններով։ Հ1-ը համարում է, որ դա Նիկոլ Փաշինյանի դուքյանն է, ու ինքը իրավունք ունի հրավիրել մարդկանց, որոնք այլ կրոնական կազմակերպության որևէ ղեկավարի, որևէ ներկայացուցի վերաբերյալ չեն թույլ տա իրենց այդպիսի արտահայտություններ, որովհետև Եվրամիությունը կճղեր մեջտեղից բոլորին, կճղեր։ Կաներեն ինչ որ անում էր ժամանակին, երբ որ ոչ թե մի եկեղեցու, մի կրոնական կազմակերպության վրա էր հարձակում լինում, այլ երբ որ ինչ որ կրոնական կազմակերպության մեկ ներկայացուցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր լինում, քաղաքացիների մեջ վեճ էր լինում, գիտեք ինչ էին անում ստեղ։
ասպատակություն էլի բանով այդ բրիգադներով գալիս են այստեղ ինչ որ ժողովներ էին անում լուրջ քննարկում էին դատապարտում են բա դու հմեկում կանչես մարդկանց իրանք թույլ տան իրանց հայրաքելական եկեղեցու պաշտոնյա ասում են հոգևորականների նկատմամբ ոչ թե անհարգալից այլ վուլգար քրեորեն պատժելի արտահայտություններ անեն դու էլ վերցնես օրինակ կաթողիկոսի վերաբերյալ Ավազանի անունով վերնագիր հետելա քեզ քիչ ու դու անընդհատ այդ նույն մարդկանց կանչում ես դու փիլոնազուր կարածներին բերում ընդեղ ասում կանչում ես ինչ որ տեքստեր են ասում մարդիկ որոնք կիսա քյարթ ու կիսա գողական ինչ որ հոգևորականներ են նախկին հոգևորականներ այսինքն այս ամեն ինչը թողել մի կողմ գալ հասնել ես մի հատ պուչուր միջադեպին ասել հարցակվել ուզում էր ուտեր այդ վարչապետին հասկանում եք ինչքան պիտի դեգրադացված մտածողություն ունենաս լավ շարքային քաղաքացին մարդ որը հերավոր ինչ որ միտեղ ապրում է պատկերացում չունի գիտելիք չունի բավարար հասկանալու համար թե ամբողջականության մեջ է պետք դիտարկել լավ բա մասնագիտությամբ իրավաբանները բա քաղաքասերակցության ներկայացուցիչները ամոթ ժողովուրդ մենք իրար հետ կռիվ ենք տվել չեմ ուզում անուններ տալ տարբեր կազմակերպությունների, բայց բոլոր կրոնական կազմակերպությունների մեկ անհատի հետ կապված իր իրանքների համար բոլորս կռիվ ենք տվել։ Մենք ասել ենք, որ մեր երկիրը պիտի տոլերանտ լինի։ Բա մի ամբողջ եկեղեցի, մի 1700 տարվա, հələ մի բան էլ ավել, մամերա 2000 տարվա։ Եկեղեցին եկել են ասպատակում են, բա դուք բան չունեք ասելու։ Բա դուք մենակ Դավիթի գործողություններն եք տեսնում։ Ինչքան պիտի բարոյական նորմերը կորցրածնեն։ Ինչա՞ թե ինչ են ասում սովետի ժամանակ գտել են մի հատ թուղթ որ կաթողիկոսի եղբայրը եղել է Պակի գործական Արարատ ինչ էր անում Միրզոյանն էլ ասում է դե ես ասում եմ մեր ածի հետ է համագործակցում հա բա այ բալամ ինչ էր անում եզրացնել Պակի հետ է այդ սովետի ժամանակ ա եղել նույն բանի մեջ է եղել ինչ տարբերություն այնպես չի որ ես եզրասի մոլի երկրպագուն եմ նենց չի որ ես կաթողիկոսի մոլի երկրպագուն եմ, բայց այս իրավիճակում բացարձակ տարբերություն չկա մեր ինչ որ հարցերում, ինչ որ համաձայն չլինել, ինչ որ սա ինստիտուտի դեմ պայքար է։ Սա ակնհայտ է, նորից վերադառնալով Նիկոլ Փաշինյանի իրականացող քաղաքականությունը, այստեղ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացում է թուրքական, ադրբեջանական պրոյեկտ եւ հայկականությունը վերացնելու ճանապարհով է գնում, իսկ այստեղ հայկականության մեծ պահապանը, այսպես ասած, հա, как это ангел-хранитель հրեշտակ պահապանը դա հայրաքելական եկեղեցին է ու նորից մի շատ կարևոր բան վատ կաթողիկոսները բարեբախտաբար ժամանակավոր են եւ լավ կաթողիկոսները ցավոք սրտի էլի ժամանակավոր են բոլորը ժամանակավոր են մի մարդու հետ անհամաձայն լինելը դնել հիմքում ու թույլ տալ որ քո եկեղեցին ասպատակվի քո կրոն անգամ եթե դուք ագնոստիկ եք անգամ եթե դուք այլ կրոնական կազմակերպության հետևորդ եք լավ դուք հայություն այսքան հայություն մեջները չկա այսքան արժանապատվություն մեջները չկա որ թույլ եք տալիս sense բան ու մի հատ էլ բան ասեմ ասում շատ երկարացի ցանկացած կրոնական կազմակերպություն պիտի շատ լավ հասկանա կամ իրանց հետևորդները եթե իրանք համարցակվել են հարցակվել հայրաքելական եկեղեցու վրա ձեր վրա ձեզ ոտի տակ տալը վարկյան չի տևելու վարկյան որովհետև մենք կարող է ինչ որ հոգևորականների հետ տենց հաշտ չլինենք բայց մենք բոլորս ի վերջո մկրտվում ենք պսակադրվում ենք հոգեհանգստի ինչ որ արարողությունները այս ամեն ինչի մեջ եկեղեցին մեր կա եւ մենք մի տեսակ արդեն դենք այ մակարդակով կրում ենք այս եկեղեցին այնպես որ մենք բոլորս եթե հարցակման ենք ենթարկվել իմացեք որ ձեր համեմատաբար ավելի փոքր խմբերը վարկյան չի տևելու ձեր շահերից էլ է նաև բխում այսօր կանգնել եկեղեցու կողքին հայրաքելական անգամ եթե դուք իրար հետ ինչ որ տարաձայնություններ ունեք իրար հետ որպես կրոնական կազմակերպություն ձեր սատարումը հայտնեք խելքներ թե գլուխներ հավաքեք ձեր կողմնակիցներին չուղարկել այնտեղ որտեղ ուրախ չեն իրանց տեսնելու որպես ասպատակողների նկատի ունեմ մնացած բոլոր պարագաներում Վարով եք եկել, համեցեք մեր քաղաքացիները, մեր ընկերները, մեր եղբայրները։ Բայց մեծ հաշվով նաև այս ամենը հակառակ ազդեցություն ունեցավ ու ժողովուրդը համախմբվեց եկեղեցու շուրջ։ Ես օրինակ 3 մայրաթոռում էի պատարագին ու բավականին մարդաշատ ժողովրդական լեզվով ասած ասեղ գցելու տեղ չկար։ Ժողովրդի լեզվով ասած այս ամենը Փաշինյանի դեմ օգտագործվեց։ Ինքը չհասկացավ, իրան, չգիտեմ ով էր հուշել, բայց լավ է որ վատ էին հուշել։ Մի հատ շատ կարևոր բան կա։ Հայերին չի կարելի սխմել կամ կարելի է միջև որոշակի տեղ սխմել կամ արժանապատվությանը կպնել կամ վախեցնել
ստորակ, միջև որոշակի կետ կուլ են տալի, տենց համբերատար դիմանում են։ Հետո այդ զսպանակը նենց է շպրտում հետ, որ ծեփում է պատերին, փռում է ասֆալտին, դու ու դա չափերի հետ կապ չունի, հա, անհամապատասխան չափերի հետ կապ չունի։ Չի կարելի այսպիսի վիճակ անել, բայց ես շատ ուրախ եմ, որ իրանք չափուսահման անցան, որովհետև ես էլ եմ անընդհատ գնում տարբեր եկեղեցիներ, շաբաթվա մեջ եմ փորձում լինել, երեխաներից հետ եմ փորձում տարբեր եկեղեցիներ գնալ արարողություններին մասնակցել ու ամենաշատ ինձ ինչն է ոգևորում, որ երիտասարդներ կան, շատ երիտասարդներ կան եկեղեցիներում, իրանք գիտեն աղոթքները, տերունական աղոթքը պարզ է, որ շատերի երևի թե գիտեն, երևի չգիտեմ, ես ում հանդիպել եմ գիտեն, բայց նաև այ ընթացակարգային այդ երկերը, որոնք կատարվում են, հա, ինչ որ տենց հստակ պատկերացում ունեն ու դա շատ է ուրախացնում, ապրես Նիկոլ Փաշինյան, որ գոնե քեզից մի խեր եղավ։ Տիկին Կարապետյան, դուք ուրբաթ օրը հանրայինի գործունեության մասով դատախազության դիմաց ակցիայի կանում հաղորդում ներկայացրեցիք եւ նույն պահին Պետրոս Ղազարյանը մի գրառում կատարեց, ես մեջբերեմ, ինչ անուն տաս Նինա Կարապետյանցին, որ բողոքում է հանրայինի, ձգեր ընդդիմությանը չենք կանչում, բայց ընդդիմադիր երկունքի մեջ մոռանում է, որ իրեն անգամ կանչել ենք հանրային, բայց ամեն անգամ մերժում ենք ստացել։ Հիմա դուք ինչ անուն կտաք Պետրոս Ղազարյանին, քանի որ անձամբ ձեզ ճանաչելով այս գրառումը հավատ ներշնչեց ու այն մարդը չեք էլի, որ Պետրոս Ղազարյանից վախենակ իր հարցերից եւ այլն։ Ուրեմն մերժել եմ մի անգամ, երբ որ մեր նախկին գործընկերոջը բանավեճի էին հրավիրել ու շատ վատ պահվածք դրսևորեցին, չնայած մենակ մեր գործընկերոջ նկատմամբ չէր այդ պահվածքը, առհասարակ իրական ընդդիմադիրներին, այն որ չեն թողում շունչ քաշի բան խոսալ, երկու բառ բացատրի, թե ինչ են ուզում արած լինեն, մանիպուլատիվ տիեզերական մասշտաբի մի խայտառակ ինչ որ վարքագիծ են դրսևորել, դրանից հետո ես իսկապես զանգ ստացել եմ եւ մերժել եմ ու ասել եմ, որ մենք այլ process-ի ենք մասնակցելու, մենք պատրաստում ենք նաեւ ձեր վերաբերյալ դատախազություն դիմել, դա միակ իմ մերժումն է եղել։ Մնացած անգամներ ոչ թե մերժել եմ, այլ տեսեք, օրինակ, եթե ինձ հրավիրել են կանանց իրավունքների հետ կապված, ես ամեն անգամ ասել եմ, սիրելի ժողովուրդ, կանանց իրավունքներով զբաղվող մասնագիտացված կառույցներ կան, շատ ավելի պրոֆեսիոնալ կլինի ու ազնիվ ու պարկեշտ կլինի, եթե դուք այդ մարդկանց հրավիրեք, ոչ թե ասել եմ ես չեմ գա, այլ ասել եմ եկեք ես ձեզ համարներ տամ, Պետրոս, ամոթը մեծ տղա ես ասում, ամոթը սպիտակ մազերիցը տամաչի, թող հարցնեն ներսում, դե իհարկե մնացածը չեն գրի, որտեղ գլխավոր պրոպագանդիստը Պետրոսն է, բոլոր լրագրողները, ռեդակտորները կամ ովքեր որ ում հետ որ կոնտակտի մեջ են եղել, սիրով նաև հեռախոսի համարներ եմ տրամադրել, սիրով միջնորդ եմ հանդիսացել, զանգել եմ, խոսացել եմ, ինքս խնդրել եմ, ասել եմ, որ օրինակ, չգիտեմ, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները դա շատ սպეციფიկ յուրահատուկ ոլորտ է, կան հարցեր, որոնք դե պարզ է, ես ընդհանուր առմամբ պատկերացումներ գիտելիք փորձ կա 25 տարի չես կարող մի ոլորտում աշխատես, պատկերացում չունենաս, բայց կան դետալներ, որոնք դու չես կարող իմանալ, կան փոփոխությունների անհրաժեշտություն օրենքներում, որոնք իրենք շատ ավելի լավ գիտեն։ Այս տրամաբանության մեջ սիրով միշտ տրամադրել եմ մարդկանց հեռախոսի համարները, ինքս միջնորդ եմ հանդիսացել, որ լավագույնս ներկայացված լինի հարցը։ Թե չէ, Պետրոս ջան, ես ոչ փախել եմ, ոչ փախնում եմ, ոչ է փախնողների հետ ինձ կարելի է ասոցացնել ու հաստատ դու դրա մեջ համոզված ես, որտեվ ինչքան որ առիթ ա եղել հանդիպելու, ինչքան որ հարցեր ա եղել պատասխանելու, ոչ եթերից եմ վախեցել, ոչ եթերից դուրս եմ վախեցել։ Ոչ իրենից եք վախեցել։ Վայ, ասում ես, ի՞նչ ա խոսում։ Կոփված մի այլ կարգի։ Մարդ, որը մեծացել է կոնդի արվարձաններում, հետո իրավաբանականում է սովորել, հետո երկար տարիներ քրեական գործերով զբաղված եղել, չի վախենում ոչ մեկից ու ոչ մի բանից։ Պատերազմի ընթացքում էլ գնացել է որպես հենց պատերազմի ընթացքում գնացել եմ Արցախ, որպեսզի արձանագրենք գործընկերների հետ ռազմական հանցագործությունները, ես էլ թող Նիկոլ ինֆարկտ ստանամ։ Արցախ բարից Ադրբեջանի ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, այնպես որ էտել ենք անցել, վախը բռնած է ֆուլ ու շատ վաղուց, այնպես որ ոչ վախ ունենք, ոչ բան ունենք, կհանդիպենք անպայման իհարկե, հեսա որ հա չէ, առաջի համարի հարց կարող է լինի, լավ, ամեն դեպքում կհանդիպենք ու մի բան էլ միշտ պիտի հիշի, որ Նյուրնբերգի դատավարության ժամանակ դատվել են նաև պրոպագանդիստները ու այդ մեկ-մեկ որ սենց ինչ որ փորձում է սենց թեթև
այն պերիոդներում երբ որ զգում ա որ ոնց որ թե Նիկոլի դիրքերը թուլացել ա, մի տեսակ sense ուրիշ ոճի մեջ ա փորձում Արդարության կողմնակից դա չի փրկելու, որտեվ այն ինչ որ դուք արեցիք այս ամբողջ ընթացքում, սա ձեզ ուղղակի արդարացում չի տալու։ Ես անկեղծորեն խոստանում եմ, որ արդարադատության համակարգը ամենապարկեշտ դատավորներին, քննիչներին, ամենազնիվ մաքուր դատավորներին կներգրավենք այն process-ների մեջ, որպեսզի քննվեն այն գործերը եւ Նյուրնբերգյան process-ին համարժեք մի հատ process լինի, որով դուք բոլորը տանցնելու եք, այդ թվում նաեւ դուք ոնց էր անում Պետրոս Ղազարյան ու մի հատ կարևոր բան էլ ինձ օրինակ անկեղծորեն չի տեսել Պետրոսի ինչագրի որտեվ ինձ հետաքրքիր չի ինչագրում Պետրոսը իսկ Պետրոսին հետաքրքիր է ինչա ասում Նինան տեսար տարբերությունը ասում քարել եք իրան այստեղ իհարկե ասում ես արդեն հաղթած եմ բան չկա ասելու ու քանի որ զրույցի ընթացքում նշեցի Արայիկ Հարությունյանը ձեզ օլիգարխամետ իրավապաշտպաներ անվանել նշելով որ դուք չեք դատապարտել Սամվել Կարապետյանի ուժի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքի բաժանումը դուք իհարկե այս պաշտոնյային արդեն արձագանքեցիք բայց այդ մասով իմիջիայլոց այդ մասով ոնց որ չէ որոշում չկար այս մասով դες պահանջում են արձագանքել ու գնահատական տալ մի բանին երբ դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում չկա մենք անմեղության կանխավարկածի հետ ենք բախվում Պարոն Հարությունյան Արայիկ Հարությունյան այս էլ ավելացնեմ այն նախորդ ասացին Երբ որ ձեր քրեական գործերը սկսեն լսվել ու հրապարակվեն առանձին հատվածներ, կտրտված հատվածներ տարբեր զրույցներից, ինչպես որ դուք եք հիմա անում, օրինակ Բագրատ Սրբազանի հետ կապված ու էլի երկու հոգի կային, երկու հոգի Ժանան Ալեքսանդր որ մեզ պատերով ենք տալի ու ասում ենք, որ չի կարելի մոնտաժված, աղճատված, նյութից հանած կտորներ, բեկորներով մարդկանց վերաբերյալ ահաբեկչություն հոդվածը դնել ու ձեր ժամանակ, երբ որ ձեզ դատապարտեն ու տենց կարճ նյութեր դնեն, ձեր համար եմ կռիվ տալու, ձեր համար եմ ասելու, որ կտրտած առանձին մոնտաժված հատվածներով ես մարդկանց արարքին գնահատական չեմ տալի, հետեւաբար այս process-ին որևէ գնահատական տալ չեմ կարող, բայց իհարկե դատապարտում եմ ցանկացած կոռուպցիայի հետ գործունեությունը ընտրություններին ընթരാճ, բայց ասում եմ գոնե դուք դրա մասին պիտի չխոսաք, որովհետև եթե այս դեպքում մարդը իր անձնական աշխատած բիզնես գումարներն է ծախսում, դուք պետական բյուջեն եք մսխում ու սենց ծափ են տալի, հա, պետական բյուջետից։ Քարոզ Արշավեկանում փոշակ եք բարձրացնում ընտրությունից 2 ամիս առաջ։ Ու մի բան էլ հիշացնեմ, նախորդ ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, հետքներ հրապարակել, ինչպես են անհայտ մարդիկ, որով դրա մասին տեղյակ չեն, որ Իրան գնացել են 2 միլիոն դրամ, փոխանցել են ձեր ԿՊ-ի հաշվին ու միջև հիմա քրեական գործեր հարուցված չկա։ Երբ որ քո քրեական գործերը կգաք շողուլի պատասխանատվության հարցը կլուծեք, այդ ժամանակ կգաք Նինայից պատասխան կուզեք, Նինան պատասխան տվողը արխային հետ չվախենաք։ Հա ու արխային չլինեք, որովհետև մենք մեկը իշխանություն ենք լինելու։ Սպասենք այդ օրվան։ Եվ վերջում Տիկին Կարապետյան, Ալեն Սիմոնյանը նաև օրերս մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իհարկե նաև հակառակը ասեց, Ադրբեջանինն էլ Հայաստանը։ Անձամբ ձեր համար սա որքանով է համոզիչ, ընդունելի, հատկապես այն դեպքում, երբ որ մենք գիտենք, թե ուժային ինչպիսի անհավասարակշռություն կա մեր ու Ադրբեջանի միջև։ Եկեք այն տրամաբանությունից, որով իրանք են առաջնորդվում, երբ որ մարդը ասում է կառավարությունը ես եմ, Հայաստանը ես եմ, պետությունը ես եմ, եւ ասում է, որ Ալիևն է երաշխավորը, օքեյ է, ես լրիվ ընդունում եմ, որ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի երաշխավորը ստեղ Ալբանն է, Ալիևն է, այնտեղից են Ֆիդանն է, ու էլ ինչ որ մարդիկ կան, որոնք Վենսը իր հերթին, հա, իմիջիայլոց ասում է, բա Արայիկ Հարությունյան, բան չի չդատապարտեցիք, երբ որ Վենսը եկավ ասպատակեց գնաց մեր ներքին գործերին։ Նորից ես լինելով հոգուս խորքում ու սենց մտածողությամբ, հա, այդ ոնց ասեմ, ցիվիլիզացիոնը շատ մոտիկ արևմտյան արժեքներին, ոչ թե նրան ինչ որ հիմա է կատարվում այդ հայտարարության, իրական, հա, բայց ճիշտ են ասում, մարդիկ էլ կան, որ ասում են դա արևմտյան չի, դա հայկական աստեղից է գնացել, այդ էլ եմ ընդունում, միևնույն ժամանակ չեմ կարողանում ընդունել այդ բաները, գործողությունները, որոնք իրականացնում են, որտեղ դա միջամտություն է, դա ուղիղ միջամտություն է, եւ դա դատապարտել է, իհարկե դատապարտել է։ Այն Սալավյովի համար սաղը խրխռոց են գերել, ասում են, դե սաղը տասեք, որ Սալավյով եք դատապարտել։ Սալավյովն ով է, որ Սալավյովին դատապարտել։ Սալավյովը մեր պրոպագանդիստների նման մի հատ պրոպագանդիստ է, հիմա ասում եմ մենք կգնենք ամեն մեկի հետևից քաշ շպրտենք, իհարկե ոչ, բայց երբ որ բարձրաստիճան պաշտոնյան գալիս է ու ուղիղ միջամտություն է իրականացնում, դա շատ դատապարտել է իհարկե, բայց սրան լուծում կա, Ժորժ ջան, կապ չունի, անգամ եթե
ամբողջ թուրքական աշխարհը գուցե ինչ որ արևմտյան երկրներ կան, իսկ հիմա մոտակա ժամանակ գալու են ու տենց իրանց հետ տենց բան սենց սրտիկներ անեն իրար հետ, ինչ որ փաթաթված մանգան փողոցում, Երևանի փողոցներով մանգան ու ասեն, որ մենք Նիկոլին սիրում ենք մի այլ կարգի, իրանք հարց լուծող չեն Հայաստանում։ Միշտ պետք է հիշել, իրանք հարց լուծող չեն Հայաստանում։ Հայաստանում ընտրության վերջնական արդյունքը լուծելու են մենք, հատկապես նրանք, ովքեր տունը նստած են եղել վերջի տարիներին չեն գնացել ընտրություններին ու իրանց մեջ ուժ կգտնեն, պատասխանություն կգտնեն այս բոլորին Նիկոլին էլ ներառյալ մնացածին էլ հետը իրանց պատասխանը կտան։ Գնացեք մասնակցեք ընտրություններին, պարտադիր ձեր որոշման հետ։ Հաստատ ով էլ որ լինի ընտրված վարչապետը, ընտրված իշխանությունը, ամբողջ աշխարհը հետը հաշվի են նստելու։ Բոլորը նստելու են սեղան ու բանակցելու են։ Աստված տա, որ լինի նորմալ, ադեկվատ թիմ, որից մենք ոչ կամանչենք, ոչ էլ ամեն օր վախով ու ունգնավորված կբացենք հեռախոսները, տեսնենք թե ինչ են արել մեր գլխին, էլի։ Այնպես որ տարբերակ կա, չհուսահատվեք հանկարծ, սա լուծումն է, ամենափորձանք, ամենասահմանադրական, ամենաթեթև լուծումն է, մինիմում պրոստը պետք է ամսի հունիսի 7-ին, այս կիրակի չգնաք ժորտ, հունիսի 7-ին ժամանակ գտեք, այդ կես ժամը նվիրեք ձեր երեխաների, ձեր այն նահատակների, այն երեխեքի, որոնք գնացին նահատակ իրանց կյանքը դրեցին զոհասեղանին, այդ տղերքի, այդ եռաբլուրի տղերքի, մնացած բոլորի, հա, մեր բոլոր կորուստներին այդ պատասխանը մի անգամ տվեք, էլի, հաստատ կգտնեք նրանց, ում արժի ձայն տալ, անգամ եթե իրանք իդեալապես ձեզ չեն համապատասխանում, ձեր պատկերացումներին չեն, գոնե մոտիկ են ձեր պատկերացումներին։ Այսքան ուժերի մեջ մեկին հնարավոր է գոնե գտնել, քիչ թե շատ նման լինի։ Հաստատապես, ու մեկ էլ, չգիտեմ, դժվար է լինելու, չէ լավ, սաղ լավ է լինելու։ Ուզում եմ ասեի, որ գուցե փորձեն նախորդ ընտրությունների նման շատ մեծ թվով մարդկանց այսպես բերեն դաշտ, որպեսզի կարողանան ձայները փոխշիացնեն, բայց այդ սա հարցերը լուծվող են, այդ ընթացքում կխոսենք, կհասկանաք, կտեսնենք, կիմանաք, որովհետև կան պարկեշտ մարդիկ, ովքեր հասկացել են, որ չեն կարողանալու շեմը հատեն, իրենց հարմար միավորվելու տարբերակը չեն գտել եւ դուրս են եկել խաղից։ Մենք կարանք իրանց հետ 1001 տարաձայնություններ ունենալ, բայց չգնահատել այդ մարդկանց պարկեշտությունն ու գիտակցությունը, պատասխանատվությունը չի կարելի։ Դեռ կլինի ժամանակ, կխոսենք, կքննարկենք, մենք դեռ բոլորս բանակցում ենք, դեռ շարունակում ենք մինչև այս վերջի պահը բանակցել։ Ոչ մեկի համար դուռը փակված չի, լավ ասում եմ երկարեց, բայց ես էլ արագ ասեմ։ Զուգահեռաբար մենք քննարկում ենք նաև իմպիչմենտի հնարավոր գործընթացը, որովհետև շատ կարևոր, կասեն, ինչ, ես կարծում եմ այո, որովհետև շատ դետալներ չեն բացի, բայց հիմա շատ ավելի իրատեսական է, քան օրինակ մի 6 ամիս առաջ, որովհետև իրավիճակը շատ ավելի լարվել է եւ հնարավորություն կա այդ process-ը իրականացնելու, ավելի անաչառ, որովհետև շատ կարեւոր է թե ով է լինելու երկրի վարչապետը ընտրությունների ընթացքում։ Շատ կարևոր է հաշվարկը այն քպականներն են, ովքեր էս դուրս են մնացել ցուցակից, գուցե իրանց կարողանակ այդ թվում նաև ինչու ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասպատակել է բոլորի վրայով։ Եվ նաև զուգահեռ ներողություն ճակատ կազմելու միասնական ճակատի տեսանկյունից խոսել, քննարկել, հանդիպել այն նաև թիմերի հետ, որոնց հետ այլ իրավիճակում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել մեր համագործակցությունը, դա չի նշանակում, որ մենք մի թիմով են գնալու, մի կուսակցություն, իհարկե ոչ, բայց այն խախտումները, որոնք ակնկալում են եւ բոլորն են խոսում ու բոլորն են հասկանում, որ դրանք լինելու են, դրանք կասեցնելու տեսանկյունից, այո, պիտի մի ճակատ ձևավորվի եւ անգամ մենք մարդիկ, ովքեր երկար տարիներ խրամատների տարբեր կողմերում ենք եղել ու իրար համարում ենք դասակարգային թշնամիներ, ու շատ հարցերում այդպես էլ չեն գալու համաձայնության, այս իմաստով մենք պատրաստ ենք նստել, խոսել, քննարկել եւ այդ այնա, ինչը որ մենք անում ենք միանշանակ, ու մարդիկ պիտի իմանան, որ սա այս զուգահեռ այս աշխատանքը արվում է, հանկարծ տրամադրությունները չգցեն։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյանց, միշտ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր, էությամբ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Կհանդիպենք։